Շարունակում ենք հաղորդումը եւ վստահ ինչպես գիտեք, այս հատվածում հաղորդման մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Մինչ Պուտինը փորձարկում է ատոմային նոր զենքերը, այդ հետաքրքիր է։ Հայաստանում մեր սրբազաններին չեն անում։ Իրենց ատոմային զենքերն են փորձարկում։ Ասա Արմեն, ինչ է կատարվում, ասա։ Նոր բաներ տեսա, երիզներ են ուրեմն հրապարակվել, որտեղ Այո։ Տեսեք, Հայաստանում դեռ շոուն շարունակվում է, շատ հետաքրքիր շոու է դառնում, արդեն 18+ է դառնում կոնկրետ։ Ես այդքան ուզում էի վիդեոն, երևի իմ խաթր հրապարակեցին, այդքան պահանջում եմ, ասում եմ վիդեոն հրապարակի։ Ինչ որ Տելեգրամյան Ալիկ անհայտ հրապարակել Արշակ Սրբազանի քերականոջ հետ, այդ հայտնի քերականոջ պատմությունը վիդեոն վերջապես։ Ակնհայտ էր, որ այն ժամանակ էլ այդ վիդեոն ենթադրում եմ, որ դա fake չի, որովհետև այսպես ինչքան է հերքեն եւ այլն, հատկապես որ հասարակական կազմակերպություններից մեկը դատի է տվել, իդեպ իշխանության մոտ կանգնած հասարակական կազմակերպություններից մեկը դատի է տվել Սրբազանի անձնական կյանքը, որը պետքա չունենար, բայց հիմա քաղաքացիական օրենսգրքով հիմա ուրիշ ձև է բանանում էլի, այսինքն չես կարող արգել ես այդ հոգևոր իրանք այդ կապանքներով արգելված, բայց իրականում դա մարդու անձնական կյանքի խախտում է եւ դա քրեորեն հետապնդելի է։ Հիմա դատի են տվել, որ պարզեն ով է անձնական կյանքը Արշակ Սրբազանի, որը պետքա չունենար, բայց ունի, հրապարակել։ Տեսեք, ոչ պետք է հրապարակել, բայց հրապարակել է։ Դե ի սկզբանե խնդիրը հետեւյալն էր, ի վերջո սա պիտի արվեր։ Այս շոուի իմաստը հենց շատ, այսինքն երբ որ վարչապետը գրառում կատարեց քերականոջ հետ կապված, ինձ թվում է ինքը արդեն լրիվ կադր, լրիվ ամբողջ վիդեոներ դիտել, որտեղ մեզ հիմնական մասը, ամենագլխավոր մասը չեն հրապարակում, միայն նախերգանքը ու ավարտը, այսպես ասած, բայց խնդիրը հետեւյալն է, եթե ավելի լուրջ տեսեք, սա հենց այն էր, ինչ որ ես ասում էի, այս շոուն պետք չի անել, որովհետև դա ժողովրդին շեղում է, նախընտրական ինչ որ էժան բաներ, Հայաստանի վիճակը լավ չի, Հայաստանը այսօր ամբողջ հասարակությունը պետքա մոբիլիզացվի եւ հասկանա, որտեղ ինքը կարող է առավելություն ունենա Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի հետ եւ այդ շրջապատում, որ Հայաստանը պատմությունը ցույց է տալիս, որ երբեք հնարավոր չի խաղաղություն։ Միակ տարբերակը Հայաստանը ուժեղ է եղել եւ լավ է եղել այն ժամանակ, երբ որ ինքը առավելություն է ունեցել հարևանների նկատմամբ, հա։ Այդ ժամանակ Հայաստանից վախեցել են, Հայաստանն է որոշի խաղաղությունը, թե խաղաղություն չի։ Եվ ոչ միայն Հայաստանը, ցանկացած երկիրն սկզբունքով աշխատում։ Հիմա մեր հասարակությունը ամբողջությամբ պետք է կենտրոնանա նրա վրա։ Ինչ ենք մենք բոլոր հայերով անելու, որտեղ մենք կարող ենք ունենալ առավելություն, ոնց կարող ենք ավելի զարգացած լինել, քան Ադրբեջանը, որտեղ այլ տարբերակ խաղաղությունը ամրապնդելու չկա ուղղակի, չկա ու չի կարող լինել։ Ալիևը նախապատրաստվում է, Ալիևը Ադրբեջանը ավելի ուրեմն զինված է դարձնում, Ալիևը ուրեմն արդեն մեծացնում է իր ազդեցությունը Եվրոպայում, գիտեք, հիմա Լուկոյլին, որ արգելեց Դոնալդ Թրամփը եւ Ռոսնեֆտին, հիմա կոնկրետ Բուլղարիայում, Իտալիայում, գիտեք, գնեց իրանց նավթային հսկայի ակտիվներն է փորձում գնաց, արդեն ասում են, որ ընթացքի մեջ է Իտալիայի գնումը, հիմա Բուլղարիայում է փորձում Լուկոյլի ակտիվները գնել, որտեղ իսկ դա ամենա ուրեմն հզոր բուլղարական նավթավերամշակման գործարանն է, բենզալցակայաններ են եւ այլ բաներ են այնտեղ եւ ըստ էության Ալիևը շատ ակտիվ Պաղեստին զորք է ուղարկում, պատրաստում են նոր արաբների հետ փորձարկում էին անում, Ալիևը շատ ակտիվ քաղաքականություն է վարում եւ ինքը Ադրբեջանը փորձում է սարքել տարածաշրջանային գերտերություն ըստ էության կամ առաջատար տերություն, այսպես ասենք։ Եվ պարզա որ եւ տարիների ընթացքում, տեսեք, մենք այն փուլը, որտեղ մենք պետքա հաղթել ենք պատերազմը, մենք պետքա ամրապնդենք մեր առավելությունը, մենք պարտվեցինք սխալ քաղաքականության պատճառով։ Այս փուլը աշխարհքաղաքական մենք պարտվեցինք։ Հիմա գալիս է հաջորդ փուլը։ Ալիևը թասեր քաղելով անցյալից չի կանգնում։ Մենք կանգնեցինք ըստ էության։ Իսկ ինքը չի կանգնում, շարունակում է իր առավելությունը զարգացնել, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Հիմա ինչ է տեղի ունենում, ըստ էության այդ վիդեոն հրապարակեցին իմ կարծիքով իշխանությունները, բնականաբար, ինչի համար, որպեսզի մյուս արքեպիսկոպոսներ, բարձրաստիճան հոգևորականները պահանջեն Գարեգինի հրաժարականը։ Իդեպ ձայնագրությունից մեկ օր առաջ հրապարակում է տեղի ունենում այդ ձայնագրության հրապարակումից, որ Արշակը պահանջել է Գարեգինի հրաժարականը։ Այո, շատ հետաքրքրական է, ներքին
ինչ որ լրատվամիջոց ասում է, որ ներքին ինֆորմացիա ունի, որ Արշակը պահանջում է Գարեգինի, իսկ Արշակը հավատարիմ մարդն է Գարեգինի, կարելի ասել իր աշխատակազմի ղեկավարն է քաղաքացիական լեզվով ասած, հա։ Եվ հետաքրքրական է, որ հաջորդ օրը հրապարակվում է այդ տեսանյութը։ Կամ արդեն ինչ որտեղ նա տեսած է եղել այդ տեսանյութը, կամ արդեն իմացել է, որ դա հրապարակվելու է, եւ իմ ենթադրություններն ասա, եւ ես ենթադրում եմ, որ հիմա ամբողջ վերնախավը պահանջելու է, այսինքն սա հատուկ արված քայլեր Գարեգինի հրաժարականը ճնշում է, սա, որովհետեւ եթե ըստ էության Գարեգինը հրաժարական չտա, մյուս սրբազանների տեսանյութերը կարող հրապարակվեն։ Իսկ պարզա չէ, որ ամեն մեկը կամ ով որ ունի այդպիսի տեսանյութ, ենթադրում եմ, որ կունենան։ Այսինքն բնականաբար սա ճնշում է Գարեգինի վրա, որ մյուսները հիմա ասելու են, քանի մեզ էլ ուրեմն փուրը չես տվել կոպիտ ասած, թող գնա։ Ենթադրում սրա համար։ Արմեն, բայց այստեղ ուրիշ ֆակտոր էլ կարող է աշխատել, ասենք, ժողովրդին ցույց տալու համար, հեղինակությունը վարկաբեկելու համար մեր եկեղեցականների մանավանդ ընտրություններից առաջ, որտեղ իրենք գործոն են այդ հարցում, իրենց ռոպագանդայի մեքենայով եւ այլն, որ ասեն՝ մի րոպե, տեսեք, մենակ չէ, որ ասում ենք, նաեւ էսա ձեր բարոյականությունը ձեր սրբազանների։ Նախ մեկը մյուսին չի խանգարում եւ օգնում անգամ իմ ասածը չի հերքում ձեր ասածը, ձեր ասածը չի հերքում ասածը, իրանք զուգահեռ կարող են գնալ այսպես շատ հարմար։ Դա մեկ, երկրորդն էլ, գիտեք ինչ, մի հանգամանք կա այստեղ, տեսեք, ովքեր որ արդեն, այսինքն ովքեր որ 21-րդ դար են մտել, մի փոքրինչ 21-րդ դարի մտածելակերպով, ուրեմն կամ անգամ 20-րդ դարի վերջի, այսպես ասած, մտածելակերպով, բոլորը լավ հասկանում են, այսինքն այդքան պատմություններ եղավ, հոգեվորական, էլ օֆշորային սկանդալներ, էլ Բենթլիներ, էլ չգիտեմ ինչեր։ Այսինքն իմացողը իմանում է, հասկանում է, այսինքն պես առանց Արմեն, բայց տեսանյութը սովորակ բար ժողովրդի մոտ կողա մենք չգիտենք։ Դե հենց այդ եմ ասում, հիմա տեսեք, իսկ այն մարդը, ով որ օրինակ չգիտեմ, այսպես ինքը ֆանատիկ հավատացյալ է, ինքը ասել է այդ Արշակը չի։ Այդ ինքը չի։ Հերքում եմ, մերժում եմ եւ այլ այսպես շարունակ, հա։ Հետո մի հետաքրքիր բան էլ ասեմ, տեսեք, այստեղ հետաքրքրական է, որ օրինակ հիմա ամեն մի քահանա իր թեմում ուրեմն շատ մեծ հեղինակություն ունի։ Տեսեք, միտեղ երբ որ կպնում էին, չգիտեմ, կոպիտ օրինակ բերեմ, հա, ասենք թե Բագրատին կպան, ասենք, չգիտեմ, իշխանությունները այնտեղ տեղում Բագրատի թեմի ժողովուրդը օրինակ են բերում, ասենք, հա, պայմանական Բագրատին պաշտպանում է, ասում է Բագրատը մերն է, մենք իրենց վատ բան չենք տեսել եւ այլ այսպես շարունակ, հա։ Ենթադրենք հիմա այդ Տեր Արամին կպան, ուզում էին հանեին, կարգալուծեն արել, հա, ըստ էության, իրա թեմը, ասում է, չէ, սա մեր Տեր Արամն է եւ այլն, հատկապես այդ ուրեմն գյուղերում ապրող ժողովուրդը կամ շրջաններում ապրող ժողովուրդը իրանց մոտ հավատքը մի քիչ այլ կերպ է, հա, բայց վտանգավորը գիտեք որն է, որ Տեր Արամը Կադիրովա սիրում։ Եվ Տեր Արամը շատ վատ բառապաշարով հայհոյել է այս իշխանություններին ընդամենը մի քանի տարի առաջ։ Եվ հասկանում եք կան ապացույցները։ Այդ նույն Տեր Արամը շատ վատ բառապաշարով արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի, իր աշխատակազմի ղեկավարի, մյուսի։ Դե ժամանակները փոխվել են ուրեմն։ Դե տեսեք, ժամանակներն են փոխվել, թե շահերը ես արդեն չգիտեմ, բայց մեծ հաշվով, եթե հոգևորականը Տեր Արամի պես կանգնում ասում է Աստված իմ բերանով է խոսում, բայց հետո ինքը իր բերանով ասում է, որ ես հիմա էլ եմ կարծում, որ Կադիրովի պես առաջնորդա մեզ պետք։ Երբ որ իրան հարցում են, ասում են, իսկ դուք Կադիրովը բռնապետ, ասում են, իսկ դուք կարաք գնաք այդ Չեչնիայում ասեք։ Չեչնիայի ժողովուրդը իրան շատ սիրում է։ Լկտի։ Դա լկտիություն է ուղղակի, որովհետև չի կարա Աստված քո բերանով ասի, որ Կադիրովը լավ կառավարիչ է, որովհետև բոլորը գիտեն, ինքը հանցագործ է, մարդկանց է գողանում, սպանում է, կոռումպացված է խայտարակ ձևի, բռնապետ է։ Մարդկանց բերանը փակում է վախի եւ կյանքի վտանգի տակ սիրում են իրան։ Ատենց Կիմ Չեն Ինն են սիրում են, որ մարդիկ զորով լացում են, հա։ Հանկարծ մեկը չլացի կգնդակահարեն։ Եվ հետո ինքը ասում է, բայց շնորհակալություն վարչապետին, որ իմ բերանը բաց թողեցիք։ Դու ոնց կարաս օգտվես ժողովրդավարության բոլոր գործիքներից։ Դու կարայիր Սերժ Սարգսյանի ժամանակ Գարեգինի դեմ դուրս գայիր, հա։ Քեզով կթողեր։ Դու խելոք բերանդ փակ ապրելու էիր այնտեղ։ Դե առավել եւս։ Բայց հիմա դու ժողովրդավարությունը քեզ հնարավորություն է տվել։ Ես էլ իրեն հնարավորություն տվեցի եթերից, ասեցի, ասա, որ ժամանակին լավ չես մտածել, որ Կադիրովը իր կողմ։ Պուտինա կիսվել։
Այսինքն ինքը Պուտինասեր է ըստ էության, եւ ես պատկերացնում եմ ինքը ինչ ուղեղ լվացոցի աշխատանք է իրականացրել իր համայնքում, եւ ոնց է այնտեղ իր համայնքի ժողովուրդը երբ որ եկել է կամ ինքը զրույցներ ա ունեցել քաղաքականության հետ կապված, ոնց է սաղին պուտինիստ փորձել սարքի իր համայնքում։ Եվ այսքանից հետո փոխանակ օգտվելով ժողովրդավարության գործիքներից, օգտվելով խոսքի ազատությունից, օգտվելով այդ արևմտյան արժեքները, որ այսօր փոքր-ինչ մտած են Հայաստանում, դու ասես կներեք, ես ժամանակին հիմա բաներ ասել եմ Կադիրովի մասին, այն որ բազմաթիվ ապացույցներ կա, այն որ հենց ռուս հետաքննողներն են ասում ահռելի զանգված կա Կադիրովի հետ կապված, դու մի քանի օր առաջ կանգնում ես, երբ որ ես խորհուրդ տվեցի լրագրողներին, ասի հարցրեք իրան, ինքը մինչև հիմա Կադիրովը սիրում, կանգնեց ասեց այո։ Եվ լկտիաբար ասում է կարա կգնաք Չեչնիայում ասեք, որ Կադիրովը բռնապետ է։ Դեսերը նես բանա որ բոլորս գիտենք ինչ Դե, է կապնում էլ։ գիտեք ինչ, դրա համար եմ ասում, այս պատմության մեջ ասում է կա չգիտես որն է չարյաց փոքրագույնը, էլի, այս իրավիճակում։ Լավ։ Գովաստ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Ջևերչյանը։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Ջևերչյանի հետ, Արմեն արդեն քիչ ժամանակ է մնացել։ Պարոն Թրամփը իստում այսօր լավ, այսպես ասենք, կերցրեց ասելով, որ մենք էլ ատոմային զենք ունենք ձեզնից շատ եւ սուզանավեր ունենք ձեր սահմանների մոտ։ Այո։ Խերիքը մեզ վախեցնեք ձեր փորձարկումներով, արեշնիկներով, եսիմ ինչերով։ Եվ այդ նույն զենքը, նույն պրյոմը, նույն միջոցը անընդհատ հենց Նեղն անգնում, ինձ թվում է նեղացել էր, որ Թրամփը բանը հանդիպում իրեն չեղարկեց եւ հիմա փորձարկումը նոր ասեցինք մենք արդեն մեր հեռուստադիտողներին ատոմային նոր զենք թեվավորի շոր հրթիռ ատոմային գլխիկով, որին շատ հստակ ու ժամանակին Թրամփը պատասխանեց ասելով, որ մենք էլ ունենք ձեզնից շատ եւ շատ մոտիկ ենք ձեր սահմաններին։ Այսօր էլ հայտարարեց, որ պլուտոնիումի ոչնչացման ծրագրից է դուրս գալու Պուտինը։ Այո, պաշտոնապես, այո։ Տեսեք, նախ հաշվի առնելով ռուսական բլեֆերը եւ կարողությունները, ես ենթադրում եմ, որ մենք շուտով, քանի որ հիմա շատ բան չգիտենք այդ փորձարկումների մասին, իրանց հայտարարածով գիտենք, ենթադրում եմ, որ առաջիկայում կարող են եւ հետաքրքիր տեղեկություններ այո հայտնվել, չեմ բացառում, բայց եկեք մի բան հասկանանք, ի տարբերություն Բայդենի, Թրամփը այս առումով շատ ճիշտ կանխում է միջուկային շանտաժը։ Բայդենը եւ իր Ջեք Սալիվանը մահացու վախենում էին միջուկային շանտաժից, իսկ ինչ էին անում։ Այո, մեծ գումար էին հատկացնում Ուկրաինային, այո, անվճար զենք էին տրամադրում ուշացումներով, խայտառակ կաթիլայինով, ընդ որում նայում ես իրականում գումարի ծավալը ինչ գումար են հատկացնում, անդադ հատկացնում, բայց նայում ես այն ինչ որ հասնում էր Ուկրաինային եւ ինչ ծավալով էր հասնում Ուկրաինային, հա, ինչ որ փաթեթներ էին արձակում, որտեղ արանքում դաշնակիցների ներ ՆԱՏՕ-ի, ինչ որ ծրագրեր, ինչ որ բան, այսինքն ՕԳԳ-ն իրականում ցածր էր, որովհետեւ եթե ճիշտ ժամանակին, ճիշտ զենքերը, ճիշտ քանակությամբ հասնեին, ես վստահ եմ մենք հիմա ռազմաճակատում բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, շատ ավելի նպաստավոր իրավիճակ կունենայինք, բայց հիմա կա ինչ որ կա։ Ուրեմն ֆիքսենք Թրամփի ամենագլխավոր առավելություններից մեկը դեռևս,
որ միջուկային շանտաժին չի տրվում։ Եվ ավելին ասեց, որ կոպիտ ասեց շատ խոսելու փոխարեն բուրիվեստնիկներ, արեշնիկներ, քեզանից պահանջվում է մի բան տղա ջան։ Ուղղակի դադարեցնել պատերազմը։ Քեզանից ուրիշ ոչ մի բան, ոչ մեկ չի ակնկալում, ոչ մեկը քեզանից չի վախենում։ Դու մտածում ես դու պետք է, չգիտեմ, քանի հազար կիլոմետր թռնիքով բուրիվեստնիկը իբր թե, իսկ մենք բազմիցս խոսել ենք, որ իրանք կրիչների հետ խնդիր ունեն, հրթիռների հետ խնդիր ունեն, որտեղ շատ գործարաններ եղել են Ուկրաինայում, հա։ Իրականում մենք այնտեղ ուղակի նավեր ունենք, մեզ պետք չի այդքան երկար հրթիռներ։ Մենք մեր նավերը դե ուղարկել էր առաջին անգամ, գիտեք, ասեց ուղարկում է 2 հատ Սուզանավ, միջուկային Սուզանավ ձեր ափերի մոտ։ Այն վաղ կտեսնենք ձեր շանտաժը ինչով կավարտվի։ Հիմա բայց եկեք այս մասով շատ ճիշտ, այսինքն Պուտինի միակ շանտաժի աղբյուրը փակում է։ Ավելին ասեմ, Տրամպը շատ լավ հասկանում է, որ մենք այն ժամանակ էլ ենք ասում, բայց չգիտես չի Ջեք Սալիվանը շատ էր վախենում։ Բոլորը հասկանում էին, որ Չինաստանն անգամ դեմ է միջուկային շանտաժի, անգամ խոսույթի շատ տարածմանը, որտեղ տեսեք, դա շատ վտանգավոր տեղ է տանում, հա, Չինաստանը հասկանում է, որ այսօր դեռևս ամենագլխավոր բանը, որ իդեպ ասեմ, մոռացեք, որ Ռուսաստանը ամենաշատը ունի, ես վստահ եմ, Տրամպը ճիշտ է ասում, ամենաշատը մենք ունենք։ Միշտ էլ ակնհայտ է, այստեղ են շատերի ուղեղը լվացել, որ շատ անգամ այստեղի հայեր ինձ ասում են ամենաշատը ռուսներ ունեն։ Մոռացեք այդ մասին։ Ամենաճշգրիտը, ամենաաշխատողը, ամենանորացվածը, ամենահզոր միջուկային պոտենցիալը ունի Միացյալ Նահանգները, եւ Չինաստանը դա լավ հասկանում է, եւ ինքը գիտեք ինչ ասում են, որ կղանքի հետ խաղում են փայտիկով, տենց Սին ու Պուտինը միջուկային թեմայի շուրջ, էլի, բայց աշխատում են հոտը շատ չընկնի, էլի, հենց հոտը մի քիչ շատ է անգնում, արդեն հոտը իրանց էլ հասնում, իրանք էլ են սկսում այդ հոտից, այսինքն վախենում են, իրանք էլ են հասկանում, պետք չի դա շատ թափ արել, որտեղ հիմա տեսեք, արդեն հենց շանտաժը մեծանում է, նույն Եվրոպան է իրար գալիս, հիմա Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, օրինակ Մեծ Բրիտանիան հիմա քննարկում են, թե ոնց անեն, որ միջուկային հովանոցը նաև Գերմանիայի վրա տարածվի իրենց։ Հասկանում եք, եթե սկսվի միջուկային մրցավազք, դա նախ շատ ծախսատար է, երկրորդը դա շատ վտանգավոր տեղ է տանում։ Իսկ միջուկային մրցավազքին կարող են շատ հաջող մասնակցել եվրոպական երկրները, Իսրայելը, Միացյալ Նահանգները, այն երկրները, որոնք ունեն ռեսուրսներ, որը վստահաբար ձեռք չի տալիս Չինաստանին, նաև Հնդկաստանը, որը էլի ձեռք չի տալիս Չինաստանին, մի խոսքով քաոսի մեջ կմատնվի աշխարհը։ Ավելին ասեմ, Ճապոնիան, որը շատ խաղաղասեր պետություն է եւ երկրորդ համաշխարհից հետո ունենալով տեխնոլոգիաները չի արել ոչ մի բան, ունենալով բազմաթիվ ատոմակայաններ, դու գիտեք, իրենք սկսեցին փակել անգամ իրենց մոտ շատ ատոմակայաններ, բայց ունեն այդ պոտենցիալը, շատ հանգիստ եւ շատ արագ Ճապոնիան կարող է միջուկային զենք ստանալ։ Դրա համար Չինաստանին պետք չի դա։ Բայց ինչն է կարևոր, ինչից սկսվեց։ Մի բան կարող ենք իմ տպավորությամբ։ Գիտեք, որ Կիրիլ Դմիտրիևին Պուտինը ուղարկել էր Միացյալ Նահանգներ, երբ որ պատժամիջոցներ կիրառեց Տրամպը։ Եկավ 2-3 օր պատտվեց, Ուիտկոֆի գլուխներ ուզում լվալ, բայց որքան հասկացա, Տրամպը չէր թույլ տվել, որ միայն Ուիտկոֆի հետ հանդիպի, որովհետև Fox News-ին տված խայտարակ այլանդակ հարցազրույցում Կիրիլ Դմիտրիևը մանիպուլացնելով խոսքերը, թե բե Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ուկրաինան մոտ են այդ համաձայնագրի կնքմանը, բայց հարցազրույցը լսում ես ոչ մի բան մոտ չեն։ Նույն պուտինյան նարատիվներն ա կրկնում։ Եվ ինքը եկել էր ուղղակի փորձելու էլի Ուիտկոֆի ուղեղը լվանալ, դե Ուիտկոֆը տապալվեց, իդեպ ասեմ, Ուիտկոֆը եւ Մերձավոր Արևելքում տապալվեց, եւ Ռուսաստանին տապալվելուց հետո Ալյասկայի հանդիպումը տապալել էր Ուիտկոֆը, դրա համար Տրամպը նշանակեց Ռուբիոյին պատասխանատու եւ հիմա անգամ երեք ինքնաթիռի մեջ Ռուբիոն, որ ասում է ես չեմ, Ջեյ Դի Վենսն է հաջորդ տեխնացուն, իդեպ Տրամպը ասեց ես չեմ առաջադրվի փոխնախագահի պաշտոնում, համոզում է երրորդ ժամկետի գնա, համ էլ հասկանում է, որ դա ճիշտ չի, այսպես այնց է խոսում, որ համ չի ասում հստակ չեմ գնալու երրորդ ժամկետին, համ ասում է լավ տեխնացուներ կան, օրինակ Ռուբիոն ասում է չէ, Ջեյ Դի Վենսն է մեր տեխնացուն եւ այլ այսպես շարունակ, բայց ինքը անգամ Ռուբիոին ասեց տեխնացու։ Ուիտկոֆի պարագայում նաեւ Մերձավոր Արևելքում դուք գիտեք Ջարեդ Կուշներին կպցրեց Ուիտկոֆին, որտեվ էլի չէր ստացվում։ Այսինքն Ուիտկոֆը իրականում տապալել է բոլոր ճակատներում, բացի երևի Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի պարագայում, այն էլ մի քանի միջնորդներ կային այդտեղ, հա։ Այսպես ասեմ, Կիրիլ Դմիտրիևը պատտվեց, խոսեց եւ այլն, եւ հիմա հետ գնաց Կիրիլ Դմիտրիևը եւ մենք տեսնում ենք, որ ավելի մեծ սրում կա հիմա Միացյալ Նահանգներ, այսինքն ինչ կարող ենք եզրակացնել, որ իրականում եւ Լավրովը հետ գնաց եւ տեսանք այս միջուկային շանտաժն է ուժեղանում, գումարած Լավրովը
եւ Ռուսաստանը փորձում է համ հակադարձեն Տրամպին, համ էլ ասում են չէ, մի շտապ եք թաղելու այս Բուդապեշտյան բաները, մենք դեռ կաշխատենք։ Եվ Լավրովը ասեց դե մենք դեռ կդիտարկենք Տրամպի առաջարկների վրա։ Այսինքն հասկացան, որ իրանց ներկայացրածը չի անցնում, հիմա էլի ընդամենը ժամանակ ձգելու համար, որպեսզի տոմոհավքի հարց չքննարկվի, որտեվ Տրամպը ասեց, որ 6 ամիս է տևելու, բայց չասեց, որ չի տալու։ Կարող է օրինակ քիմիկվանից կանչեն եւ սկսեն վերապատրաստել։ Ընդամենը ժամանակ շահելու համար ռուսները հիմա փորձում են ինչ որ խաղեր տալ։ Բայց մի բան կարող ենք փաստել, որ Կիլի Դմիտրիևի բանակցությունները տապալվեցին։ Իմ կարծիքով։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։